Արտագրվել Տիկին Բադելյան, խնդրեմ։ Շնորհակալություն Տիկին Ավանեսյան ներկայացնելու համար։ Ես կխնդրեի մի փոքր պարզաբանենք, որովհետև ամենաշատ քննարկվող թեման այդ 200,000 բազային աշխատավարձի այդ հաշվարկն է, որովհետև տեսեք, դուք էլ նշեցիք, որ եթե նույնիսկ մի ամիս աշխատավարձը դարձել է 200,000 դրամ եւ ավելի դրանից հետո նա շարունակում է մնալ ապահովագրված։ Մենք ունենք բազմաթիվ ոլորտներ, որտեղ դիցուք բուժ աշխատողները, որոնք պարգևավճարներ են ստանում ընթացքում եւ նրանց աշխատավարձը, ասենք, չի կազմում 200,000 դրամ, բայց պարգևավճարի արդյունքում այդ ամիս դարձել է 200,000 դրամ, դառնում է ապահովագրված, համարվում է եւ դրանից հետո աշխատավարձը կրկին իջնում է։ Սա ամենակննարկվող հարցերից մեկն է եւ կխնդրեի, որպեսզի մեկ անգամ էլ բացատրենք եւ ավելի հստակ, որպեսզի բոլոր քաղաքացիները հասկանան այս առումով ինչ է կատարվում։ Սա մեկ հարց։ Երկրորդ հարցը ուզում եի տալ, տեսեք, քանի որ այստեղ փոփոխություն կա այն օրենքի, որը որ մենք ուսումնասիրել ենք ամիսներ շարունակ եւ եկել է օրենքը փոխված է եկել, արդեն հանձնաժողովի նիստին, մենք առաջարկություն էինք ներկայացրել, որ հիմնադրամի բյուջեն պիտի ազգային ժողովը հաստատի եւ քննարկի, այս նոր տարբերակում ստացվում է, որ հիմա ասեմ, լիազոր մարմինը պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության ընթացքում ներկայացնում է հիմնադրամի նախորդ տարվա կատարողականի վերաբերյալ զեկույցը եւ հաջորդ տարվա համար այնտեղ օրենքի կետեր է նշված, հոդվածներում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ ընդգրկելով շահառուների ապահովագրաբաժարի չափի, ապահովագրական փաթեթի շահառուների պետական բյուջեի հաշվին սուբսիդավորման եւ այլն, մի խոսքով, այսինքն կատարողականի ժամանակ է, հաշվետվություն ներկայացվելու եւ հաջորդ տարվա նախագիծը ներկայացվելու։ Ուզում եմ հասկանալ տեխնիկապես սա ինչպես եք պատկերացնում, ինչպես է արվելու եւ ինչու բյուջեի հետ չի գալիս, այլ գալիս է արդեն այսպես post factum էլ, կխնդրեմ մի հատ այս հարցերին պատասխանել։ Իհարկե, սիրով, տեսեք, քանի որ առողջության ապահովագրությունը ըստ էության մեր ողջ բնակչությանն է վերաբերում եւ այն շատ կարեւոր հանրային եւ ըստ էության շատ մեծ ռեսուրսներ ծախսող համակարգ է, մենք այս վերջին խմբագրման մեջ, Տիկին Բադելյան, էլ ավելի բարձրացրեցինք հիմնադրամի հաշվետվողականության նշաձողը։ Եվ ինչ տրամաբանություն ենք դրել։ Նայեք, ամեն տարի կատարողականի ժամանակ, երբ որ ամփոփվում է նախորդ տարին, առողջապահության լիազոր մարմինը պետք է գա ազգային ժողով եւ ներկայացնի զեկույց նախորդ տարվա ֆինանսական առողջապահական արդյունքների վերաբերյալ եւ այդ ժամանակ ներկայացնի նաեւ նախագիծ հաջորդ տարվա ուրեմն օրենքի մեջ փոփոխություններ իրականացնելու նախագիծ։ Ինչու ենք դա դրել կատարողականի ժամանակ, բայց սա չի նշանակում, որ բյուջեի շրջանակներում եւս չի գալու։ Այո, գալու է, բայց մենք հավելյալ եւս մի этап ենք ավելացրել հաշվետվողականության եւ հաջորդ տարվա պլանավորման համար, որ մենք այդ ժամանակ արդեն երբ որ ազգային ժողովը մայիս-հունիսին կընդունի նախորդ տարվա զեկույցը եւ հաջորդ տարվա պլանը կհաստատի, արդեն մենք դա բյուջեի ցիկլի մեջ հասցնելով կբերենք արդեն բյուջեի մեջ որպես մեր երկրի ընդհանուր բյուջեի արդեն մի հատված այդ շրջանակներում եւս էլի գալու ենք ազգային ժողով։ Այսինքն օրենքի վերջին խմբագրմամբ մենք եւս մեկ հավելյալ հաշվետվողականության եւ հաջորդիվ տարվա պլանավորման этап ենք ավելացրել, որը ազգային ժողովում է իրականացվելու եւ ես նորից նշում եմ, որ քանի որ սա շատ զգայուն հարց է եւ ըստ էության հիմնադրամը եւ լիազոր մարմինը պետք է առաջիկա տարիներին շատ մեծ աշխատանք կատարեն, որտեղ բոլորս հասկանում ենք, սա նոր համակարգ է ներդրվում, բավական բարդ, բավական բազմաշերտ եւ ինչքան հաշվետու, ինչքան քննարկվող լինի այս բարեփոխման ամեն этаպը, մեր կարծիքով դրանից միայն կշահի բարեփոխումը եւ հիմնադրամի աշխատանքն է։ Ձեր մյուս հարցի հետ կապված տեսեք
Մենք երբ որ ասում ենք աշխատավարձ, ի նկատի ունենք աշխատավարձ եւ դրան հավասարեցրած բոլոր վճարները եւ նաեւ գիտեք ինչու ենք այս սկզբունքը ֆիքսել, որտեվ էս էլ լսելով քաղաքացիներին մարդիկ մտավախություն ունեին, որ եթե մտնեն համակարգ, հետո ինչ պատճառներով մի փոքր նվազման խնդիր լինի, հանկարծ դուրս չգան համակարգից եւ սա նաեւ մարդու համար կանխատեսելիություն է ապահովում եւ քանի որ մանավանդ ըստ էության վճարումը եւ ֆինանսական բեռն էլ քաղաքացու վրա ըստ էության չի մնում, ստացվում է մենք կվնասենք մեր քաղաքացուն, եթե այդ բազային շեմի տատանումը անընդհատ վերցնենք հիմք նրան համակարգից հանելու եւ ներս թողելու համար։ Սա նշանակում է, որ պարոն Խարազյան մի հատ բանը միջին տարեկանը չի, չէ՞։ Նոյեմբերն ենք ֆիքսում, թե դեկտեմբերը։ Առաջին մուտքի նոյեմբեր։ Առաջին հաշվարկային մուտքի որպես ամսաթիվ նոյեմբերն էլ ենք վերցրել, սա էլ ենք ինչու նոյեմբերը վերցրել, որտեղ ճիշտ եք ասում, դեկտեմբերը նաև հավելյալ պարգևատրումների եւ այլնի ամիս է, այսինքն այն մի քիչ տարվա բանից շեղված է, դրա համար վերցնում ենք նոյեմբեր ամիսը եւ արդեն առաջի ցիկլից հետո ամեն հաջորդ տարի կվերցնենք, արդեն չէ, մյուս հաջորդ տարի կարիքը չի լինի, որտեղ ըստ էության արդեն դուրս կգա դրա շեմերը դուրս կգան, բոլորը կներառվեն։ Շնորհակալություն եւ մի այսպիսի հարց եմ ուզում տալ, տեսեք չճշգրտեցիք շրջանակը ծառայությունների մատուցման ապահովագրության, որովհետեւ ընթացքի մեջ է դեռ կարծես թե ժամանակի ընթացքում ավելի པարզ կլինի, բայց ուզում եմ հարցնել, արդյոք մատուցվող ծառայությունների փաթեթը շատ է տարբերվելու պետական պատվերով իրականացվող ծառայությունների փաթեթից, թե դրանք գրեթե նույնական են ստացվում։ Տիկին Բադարյան, եթե վերցնում ենք ամենաընդգրկուն պետական պատվերի փաթեթը այսօր եւ ապահովագրական փաթեթը, այո, տարբերությունը բավական է։ Ոչ միայն ծառայությունների իօքուտ, իհարկե իօքուտ ապահովագրության միանշանակ։ Այո, շատ ներողություն։ Ապահովագրության շրջանակներում ծառայությունները այո ավելանում են, բայց ոչ միայն առանձին ծառայություններն են ավելանում, այլ որոշակի վիճակի համար անհրաժեշտ համակցված ծառայությունները ավելի ընդգրկուն են դառնում։ Սա նշանակում է, որ տեսեք, մինչև վիրահատությունը իրականացնելը եւ վիրահատությունը եւ դրանից հետո մեր պետական պատվերի շրջանակներում երբեմն աղճատված է, ինչ առումով։ Բերեմ օրինակը քաղցկեղով վիրահատությունների պարագայում։ Մենք տրամադրում ենք չարորակ նորագոյացության վիրահատության արժեքը, բայց մինչև որ կհաստատվի, որ դա չարորակ նորագոյացություն է, ըստ էության մինչ դա հետազոտությունները անձի իր հաշվին է իրականացնում։ Եվ այստեղ էլ շատ դեպքերում անհասկացողություն է տեղի ունենում, երբ որ ասում ենք, որ բա ինչու պիտի վճարի, եթե քաղցկեղը պետությունն է բուժում, բայց մենք ընդհանուր չենք ամբողջ քաղցկեղի բուժման գործընթացը փակում, այլ փակում ենք վիրահատությունները։ Եվ այստեղ է առողջության ապահովագրության ավելի ընդգրկունությունը, որ գծագրված է անհրաժեշտ հետազոտությունների, օրինակ վիրահատություն ունենալու համար, վիրահատությունը եւ այլն եւ այլն։ Բացի դրանից սկրինինգային ծրագրերն են շատ ընդլայնված։ Բացի դրանից պետական պատվերի շրջանակներում տրամադրվող ծառայությունների փոխհատուցման արժեքները եւ ապահովագրության շրջանակներում փոխհատուցման արժեքների տարբերությունը ունենք։ Սա նշանակում է ավելի որակյալ ծառայություններ, որովհետեւ այն փոխհատուցման գինը, որ մենք հաշվարկել ենք, ուրեմն ներառում է որակյալ բժշկական նշանակության պարագաներ եւ այլ մասնագետների փոխհատուցում, աշխատավարձերի ավելի բարձր լինել։ Սա է ըստ էության տարբերությունը։ Սա եթե համեմատում ենք ամենալավ պետական փաթեթը ապահովագրական փաթեթի հետ։ Բայց մենք, ինչպես ասեցի, պետական պատվերի շրջանակներում բոլորին չենք տալիս այս ընդգրկուն պետական ծառայությունները։ Օրինակ, երրորդ կարգի հաշմանդամը չի օգտվում շատ ծառայություններից պետական պատվերի։
Սրա շրջանակներում նրա համար ապահովագրության ու պետական պատվերի միջև տարբերությունը շատ ավելի տեսանելի եւ զգալի կլինի։ Տիկին Ավանեսյան, մեկ էլ մի հարց ընթացքում առաջացավ, այս մասը բաց եմ թողել, չգիտեմ օրենքում կար թե չէ։ Նայեք, եթե քաղաքացու աշխատավարձը դեռևս 200,000 չի, բայց նա ուզում է համարվել ապահովագրված, կամավորության սկզբունքը մենք պահպանել ենք, թե ոչ։ Որովհետև 200,000-ից հետո կարծես թե պարտադիր դառնում է ապահովագրված, իսկ եթե չէ, բայց ծախսերն էլ քիչ են, բայց մարդը ուզում է ապահովագրված լինի։ Այս դեպքում մենք նրան տալիս ենք այդ հնարավորությունը, թե ոչ։ Տիկին Բադալյան, քանի որ մեկնարկային տարում անորոշությունների շրջանակը ընդլայնելու ռիսկ տեսանք, առաջին տարում ոչ, եւ բայց մեզ էլ են շատ դիմում եւ ըստ էության դա է, որ այսինքն կարող է մարդը 200,000 դրամ չի ստանում, բայց ասում է ես շատ ուզում եմ ներառվել այս համակարգ, սա իհարկե ուրախալի է, բայց մենք պիտի խնդրենք, որ 2027 թվականը մինչև սպասենք եւ արդեն 27-ից նրանք եւս կներառվեն համակարգ։ Մենք մի փոքր, ինչպես ասեցի, կանխատեսելիության առումով պիտի այս շրջանակները պահենք։ Շնորհակալություն, Տիկին Ավանեսյան, ճիշտն ասած, այդ բյուջեի մասով մենք էլ էինք այդ նկատառումը ես էլ էի արել, բայց Տիկին Բադալյանը ասեց, բայց այստեղ այս 38 հոդվածի 3-րդ կետում այստեղ խմբագրական խնդիր կա, որովհետև այստեղ չի երևում, որ բյուջեն նախապես պետքա բերվի ազգային ժողով եւ ներկայացվի պետական պատվերի մասը, որպեսզի մենք բոլորս հասկանանք հետո կատարողականին ինչպիսի ցուցանիշներ են եղել, դրա համար ես կխնդրեի, որ եւս մեկ անգամ ուշադրություն դարձնեի 38 հոդվածի 3-րդ կետին, 3-րդ մասին եւ միգուցե այստեղ խմբագրական խնդիր լինի փոխելու ավելի մանրամասնելու եւ նաեւ մինչեւ 200,000 աշխատավարձ ունեցող վարձու աշխատողները 45 հոդվածի 2-րդ մասում արձանագրված չեն։ Ես խնդրում եմ դա էլ արձանագրեք, որտեղ մենք մանեկանք, այդպես էլ չգտանք մինչեւ 200,000 աշխատավարձ ստացող անձիկ, որ տարով են գիտենք, որ 2017 թվի 27 թվականի հունվարի 1-ով պետքա ընդգրկվեն ապահովագրության փաթեթի մեջ, բայց այստեղ գրված չի, կետերով գրված չի, որ կետով է դա 26-ը հիմա 27-ից մինչև 200,000-ը։ Մինչև 200,000-ը, այո, 27 թվի հունվարի 1-ից են ընդգրկվելու, բայց այստեղ ես չգտա 45-րդ հոդվածում, 2-րդ մասում մենք չգտանք։ Ես խնդրում եմ դա էլ նկատի ունեցեք։ Եվ 4-րդ կետը հոդված 45, ուժի մեջ մտնելու ժամկետները, ես խնդրում եմ մի հատ բացել, օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետները, և այս 4-րդ կետը, 2-րդ մասի 4-րդ կետը անհասկանալի ինձ թված, որ 45-ի 2-րդ մասի 4-րդ կետը, երկրորդ մասի 4-րդ կետը, Սույն օրենքի 11-րդ հոդվածի, այո, երկրորդ մասի 13-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող անձանց, ինչպես նաև սույն հոդվածը որն է, այս հոդվածն է, թե էլի 11-րդ հոդվածի մասին է, 45-րդի մասին է խոսքը, 45 սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում, 2-րդ և չնշված, ովքեր մինչև 200,000-ը։ Այդ չնշվածները դրանց է վերաբերվում, այսինքն, որտեվ ես այս չնշվածը ոչ թե վերցրել նշվածը աշխատավարձի չափն է, հաջորդը նշված մինչև 200,000, այլ գրված է այս կետում չնշվածները, այսինքն նշանակում է բոլորը, արդեն մտնում են այդ տար։ Շատ լավ, Տիկին Կյուրեղյան, խնդրեմ։
Ամեն դեպքում օրենքի մեր ձևակերպումները շատ ավելի լայն են ու հստակությունը մի քիչ բացակայում է։ Ես մի քանի այս հարցերը